Գյումրիում հետընտրական ինտրիգը կհանգուցալուծվի ապրիլի 16-ին, երբ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի հավականին կընտրի համայնքի ղեկավար։ Եթե ամեն ինչ ընթանա ընդդիմադիր քառյակի պլանավորածով, ապա մեծ հավանականությամբ քաղաքապետ կդառնա Վարդան Ղուկասյանը։ Արդեն հայտնի է, որ մեր քաղաքը դաշինքը Մարտու Գրիգորյանի գլխավորությամբ անհրաժեշտ ձայներ կապահովի, որպեսզի կրիմինալ բարքերի հետ նույնացվող նախկին քաղաքապետը նորից աթոռին բազմի։ Ընտրություններին մասնակցած եւ Ղուկասյանին միանալու մասին ազդարարած ընդդիմադիր ուժերը իրավիճակի այսպիսի հանգուցալուծումը Ղուկասյանի 5-րդ գալուստի տեսքով շտապեցին համարել ընդդիմության հաղթանակը։ Բայց արդյոք այդ հաղթանակի բերկրանքը կարող է կիսել նաև Գրիգորյանը, առանց որի հնարավոր չէր լինի Գյումրին Ղուկասյանին հանձնելը։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել ում համար հաղթանակ, ում համար նվաստացում, ստորացում, եթե կուզեք կապիտուլյացիա։ Գրիգորյանի այս որոշումը մեղմացած շոկի ենթարկեց նրա մերձավոր շրջապատին, նրան հավատացած եւ ձայն տված գյումրեցիներն էլ իրենց ֆավորիտի այս քայլը մեկնաբանեցին որպես անտասիպ ու անսկզբունք լինելու ապացույց։ Մինչդեռ կար ժամանակ, երբ Գրիգորյանն ավելի ձիգ էր եւ սկզբունքային։ Հենց հարցը վերաբերում էր Ղուկասյանի հետ հարաբերվելուն, առավել եւս գործակցությանը, ընդհուպ նախընտրական նույն ցուցակում ընդգրկվելուն։ 2017 թվականի ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջանում Ծառուկյանը երբեմնի կուսակից ԲՀԿ խմբակցության անդամ ԲՀԿ-ի համար նախորդիվ ահռելի ձայներ ապահոված Գրիգորյանը հրաժարվեց Ծառուկյան դաշինքի ռեյտինգային ցուցակով մասնակցել ընտրություններին, քանի որ ցուցակում ներառված էր նաև իր ախոյանը Վարդան Ղուկասյանը։ Գրիգորյանը հանդես եկավ Facebook-յան գրառմամբ ազդարարելով. Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը։ Հասկանալի է, որ մենք չենք կարող անցնել ճանապարհ մի թիմի հետ, որի մաս կազմելով 2009-2012 թվականներին իմ պարտքն եմ համարել պայքարել Գյումրիում ամենաթողության, կեղծ բարեպաշտության, կամայականությունների, եթե իմ ձեռքի տակ չես իմ դեմ ես, գործանարար սկզբունքների, թայֆաբազության, անկառավարելի ամբոխի, մեկ դերասանի թատրոնի եւ այլ անհանդուրժելի երևույթների դեմ։ Գնանք եւս մի քանի տարի առաջ 2012 թվական։ Այդ օրերին էր քաղաքապետ Ղուկասյանի եւ թիվ 34 ընտրատարածքում падգամավորի տեխնացու առաջադրված Գրիգորյանի արճակատումը հասել էր գագաթնակետին։ Տեխնացուի տոնը ընտրաշավը հարամել փորձած Ղուկասյանը Գրիգորյանին մեղադրել էր իրեն դավաճանելու եւ այլ մեղքերի մեջ։ Տեղական հեռուստաալեքներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Ղուկասյանի ոչ կոռեկտ պահվածքին, Գրիգորյան իր հերթին էր գործող քաղաքապետին առել սեփական քլունգի տակ։ Րոպեն էլ առաջ Վարդան Ղուկասյանը ձեր հասցեին բավականին այսպես կոշտ եւ մի շարք մեղադրանքներ հնչեցրեց, այս մեղադրեց տարբեր բաներում սկսած Շամարտի ֆեդերացիայի նախագահ չլինելուց վերջացրած, չգիտեմ, իրեն դավաճանելու, եթե այդպես ասենք, պաշտպանել չպաշտպանելու հետ կապված։ Ուրեմն այդ ամեն ինչը ծիծաղելի է, այդ մարդը, որ տականում է, արդեն երևակայության չափուսանման չկա, սկսում է ոգևորվել ու այդ ոգևորվելու տակ աշխարհի սուդը փորձում է փչել ու այդ սուդը ասել, ուրեմն այն ինչ որ ասում եք կատարյալ խեղկադագություն է, ես ցավում եմ, որ ստիպված եմ ինձանից տարիքով մարդու համար այդպես արտահայտվել, քանի որ այդ մարդը արդեն այս քաղաքական ցայտնոտի մեջ գտնվելով սկսել է իրենից դուրս բաներ խոսել, մեղադրանքներ հնչեցնել, որը բացարձակ ինձ հետ կապ չունի կամ բացարձակ շանտաժ է։ Իդեպ այդ հարցազրույցում Մարտուն Գրիգորյանը բացահայտել էր իր եւ քաղաքապետի հակասությունների պատճառը։ Ուրեմն դա էլ եւս մեկ կատարյալ սուդ է, անլրջություն է, նման բան չկա։ Ձեզ աջակցել է 2007 թվականին։ Ուրեմն այդ ամեն ինչը, այդ պատմությունը պայմանավորված է 2003 թվականով, երբ որ մենք օգնեցինք, սատարեցինք, ինքը դարձավ քաղաքապետ։ Ես ցավում եմ մեր այդ սխալի համար, որ մենք սատարեցինք, ինքը դարձավ քաղաքապետ, դեռ այն ժամանակ ինքը մրցում էր հանրապետական տեխնազուի հետ։ Այդ տարիներին ինքը մեզ խնդրել է ոտու ձեռք ընկել, որ պետության դեմ են պայքարում, հանրապետական կուսակցության դեմ են պայքարում, խնդրում եմ սատարեք, թիգուն կանգնեք, չթողնանք այդ երևանցոնց, գա Գյումրի, կան Գյումրիում իրենց կամքը թելադրեն, նույն այդ հանրապետական կուսակցության հետ կապված աշխարհի եղածը ասեց, մենք էլ Գյումրեցու թասիբը, ինքնասիրությունը, արժանապատվությունը որպես հասկացող մարդ, բնականաբար այդ ժամանակ մենք հասկացանք, այդ ժամանակ այդ բիզնեսները մենք ունեինք, իմ գործընկերները հանրապետականներ էին, բիզնեսի գործընկերները հանրապետականներ էին, մենք այդ ամեն ինչից անցանք, մենք այդ ամեն ինչի նկատի ունեցանք, որ շատ բան կարող է կորցնենք, մենք դեմ գնացինք այդ ժամանակ, սատարեցինք իրեն հանրապետական գործընկերներ ունենալով հանդերձ, սատարեցինք իրեն, օգնեցինք դարձավ քաղաքապետ ու այդ ժամանակ 2003 թվականին այդ ժամանակ ինքը այն Գյումրեցու թասիբով, արժանապատվությունով, խոսքի տեր լինելով հանդերձ այդ ժամանակ մեզ տղամարդու խոսք տվեց, որ
ամեն ինչ անելու է, որ 2007 թվականին ինձ սատարի, որ ես դառնամ պատգամավոր։ Գրիգորյանը նշել էր նաև, որ այդ ժամանակ Ղուկասյանն իրեն թասիբով Գյումրեցու խոսք էր տվել, թե ամեն ինչ անելու է, որ 2007-ին սատարի եւ նա դառնա պատգամավոր։ 2007 թվականին բնականաբար իր սովորության համաձայն խապեց, չաջակցեց մեզ, մեր դեմ է աշխատել, այդ ժամանակ մենք պայքարել ենք, հաղթել ենք, հանրապետական տեխնազույն էլ, հանրապետական մարզային նախագահին էլ, հենց քաղաքապետին էլ, այդ ամեն ինչը լծակները ունենալով, ամեն ինչով հանդերձ մենք հաղթել ենք։ 2012 թվականի հուլիսի 21-ին Ղուկասյանը հրաժարական տվեց ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնից։ Ամիսներ անց կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեցին քաղաքապետ Ղուկասյանի լիազորությունները։ Այդ օրերին մամուլը գրում էր, որ Ղուկասյանին արանքից հանելով իշխանությունը ուղերձ է հղում հանրությանը, թե պետական էլիտան այսպիսով մաքրվում է եւ ապաքրյականացվում։ Օրեր անց փաստորեն Մարտուն Գրիգորյանը սեփական ձեռամբ քվեարկելու է Ղուկասյանի քաղաքապետական ամբիցիաների բավարարմանը, այսինքն հօգուտ Գյումրիի քրեականացմանը, դժգույն եւ մռայլ ժամանակների վերադարձին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։